Մենք Safe Invest եւ բիզնես օրենսդրական աջակցություն հասարակական կազմակերպությունից ենք եւ ի լրացումը 2300 ստորագրահավաքների ունենք 1000 եւ ավելի ստորագրահավաքներ, որոնց մասնակցել են տարբեր հաշվապահներ, իրավաբանական ընկերություններ եւ ոլորտի շահագրգիռ անձինք եւ մեր պահանջը հստակ է, որը մեր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը եւս նշել է բազմիցս անգամ, որ առաջինը, որ աշխատանքային խումբ ձևավորվի, որը կներառի օրենքի նախաձեռնողներին եւ օրենքի շահագրգիռ անձանց, որոնք համապատասխան քննարկումների եւ խորը վերլուծությունների արդյունքում կբերեն հիմնավոր փաստեր, թե ինչու են նոր հարկային փոփոխությունները ցանկանում ընդունել, ավելի ճիշտ ընդունել եւ առանց ճիշտ վերլուծությունների եւ մենք խորը մտահոգություն ունենք, որ այդ ամենը կտանի պետության վիճակի վատթարացմանը, բիզնեսի վատացմանը եւ ստվերի ավելի լայն տարածմանը։ Բացի դրանից մենք ունենք նաև այլ առաջարկներ, որ շրջարկի անհարկի բարձրացումները պետք է վերանայել եւ ամենակարևորը հուլիսի 1-ից ընդունված նոր օրենքի փոփոխությունը դա վատթարացող նորմի ընդունում է տարվա կեսից, որը ընդունելի չէ։ Այդ դեպքում ինչու են նման օրենքներ ընդունում, որ այլ ավելի վատթարանա տնտեսվարողների վիճակը։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք մեր մտահոգությունն է, որ կվատթարանա իրավիճակը։ Դրա համար մենք ասում ենք ստեղծեք աշխատանքային խումբ, բերեք հիմնավոր փաստեր, թե ինչու եք ցանկանում, որպեսզի հաշվապահական իրավաբանական կազմակերպությունները անցնեն ավելացած արժեքի դաշտ, եւ եթե նույնիսկ այդպիսի փոփոխությունը կբերի իշահ պետության, մենք չենք ասում, հա, հարկեր չենք վճարելու եւ այլն։ Ուղղակի մեզ պետք է հիմնավոր փաստեր եւ բացի դրանից, եթե նույնիսկ այդ ամենը պետք է հիմնավորվի, ապա մեր առաջարկն է, որ երկարաձգվի կամ չեղարկվի, հա, տվյալ օրենքի ընդունումը, իսկ եթե չի չեղարկվելու, գոնե երկարաձգվի, ինչի երկարաձգվի, որ մենք ժամանակ ունենանք համապատասխան քննարկումների եւ ճիշտ եզրահանգումների գանք ու ընդհանուր հայտարարի գանք։ Եթե նույնիսկ պետք է անցնենք ավելացված արժեքի հարկի, ապա մենք առաջարկում ենք, որ այդ ամենը լինի հետեւյալ կերպով, այն ավելացված արժեքի հարկը լինի տարբերակված, այսինքն ազատված կամ այլ տոկոսադրիչով։ Բայց արդեն իսկ վատթարացած է տնտեսվարողների իրավիճակը, քանի որ բազմիցս մեզ հետ զրույցներում տարբեր լրատվամիջոցների հետ զրույցներում վատթարացած է։ Ինչու է վատթարացած, որովհետև կատարվել է շրջարկի անհարկի բարձրացում։ Ինչու է անհարկի, այսինքն այդ շրջանում չի կատարվել վերլուծություններ, որպեսզի համապատասխան արդյունք ստանան։ Տվյալ ոլորտի անձանց հետ, բիզնես եւ փոքր միջին ներկայացուցիչների հետ չի կատարվել համապատասխան քննարկումներ։ Մեր ասածը եւ առաջարկն այն է, որ տվյալ շերտերի հետ կատարվի խորը քննարկումներ, նոր գան եզրահանգումների։ Ինչ օգուտ կտան դրանք, արդյոք կտան օգուտ։ Այո, կտան օգուտ, եթե կատարվեն համապատասխան քննարկումները, թեկուզ երկարատև, բայց խորքային, ապա հաստատ կտան։